Ուրեմն հիմա ժամանակն է, որ մենք կսկսենք եւ ինչպես միշտ կսկսենք մեր աղոթքով։ Ուրեմն մենք մեզ կտնենք Աստծո ներկայության մեջը, Աստված մեր մեջն է, Աստված մեզ հետ է։ Եվ միասին հայր մերը անհոր եւ որդվո եւ օգնի սրբո ամեն։ Հայր մեր, որ երգենս ես, Սուրբ Եղեցի անուն քո, Եղեսի արքայություն քո, Եղեցին գամ քո, որպես երգենս եւ երգրի, ըստ հաց մեր հնաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ բարդիս մեր, որպես եւ մեկ տոնք մրոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, արպրգյազ մեզ չարե, զիքո արքայություն, եւ զորություն եւ պարկավիտյանս ամեն։ Տակուի խաղության աղոթյավասն մեր։ Ուրեմն կալով Աստվածաշունչի մենք հիմա պիտի սկսենք նայել այդ հին ժամանակը, որ է պատմությունն առաջ, այսինքն սկիզբը եւ ասկի առաջ ասեցին նորեն գրկնեմ, ասելով որ այդ առաջին բարերը, որ գարտում եք Աստվածաշունչի առաջին գլուխը, ծննդած գրքի առաջին գլուխը, որ Աստված ստեղծում է երեք բան, որ գոյություն չունեին, ուրեմն երեք հատը միասին է, նույն երկվարգյանի մեջ է, որ Աստված ստեղծում է, եւ ժամանակը, եւ տարածքը, եւ նյութը, այս երեքը միասին։ Հիմա այսօր այդ ստեղծած ժամանակը, ասած այդ ամենը մարդ չի գալ։ Իսկ հրյաները, որ քրի արին իրենց հավատքը, որ Աստվածաշունչն է, Աստված ներշնչեց, որ գրեն, սա այդ ինչ որ մենք տեսնում ենք այսօր գրքին մեջը, սա գրված է, ինչպես ասկի առաջ ասեցի, մոտավորապես Քրիստոսի առաջ 600 թվականին, ինչ որ մինչև հիմա կարող ենք ստուգել, սա է։ Հիմա մտածենք այդ աշխարհի մասին, այսինքն 2600 3000 տարի առաջ մարդկանց մտածելակերպը եւ իրենք ինչ էին սովորեցնում։ Եվ այսօր մենք դժվարություն ունենք, որովհետեւ մենք մտածում ենք, որ այսօրվա մեր գիտությունը, այսօրվա մեր խոսելու ցևը, քրելու ցևը, պատմելու ցևը, երբ որ նայում ենք եւ կարծում ենք, որ սա միակն է, բայց ոչ, սա միակը չէ։ Երբ որ մենք գնում ենք այդ մույս մշակույթին, այսինքն ոչ միայն հրեական մշակույթը, այլ ոչ այդ ժամանակվա միշերական ծովի եզերքի մշակույթը ինչպիսին էր, իրենք ինչպես բացատրում էին, իրենք ուրեմն բացատրում էին առասպելներով եւ ինչ որ Աստվածաշունչը մեզ տալիս է, ինչ որ մենք ունենք ծննդած գրքի առաջին 11-րդ գլուխներին, սա հագա այդ ամենը ինչ որ մյուսները անում են, առասպելը հանում են եւ մեզ ներկայացնում են ճշմարիտ ձևով, այդ ձևով, որ մենք երբ որ մտածելու ենք, պիտի տեսնենք, որ որքան քերացի է։ Ուրեմն, վաղ աշխարհի ժամանակաշրջանը հաջորդում է Աստվածաշունչի ծննդած գրքի բացման գրքի առաջին 11 գլուխների պատմությանը։ Աստվածաշունչի առաջին գիրքը սկսվում է եբրայերեն Բերեշիթ բառով, որը կարող է թարգմանվել հունարենով
Genesis եւ հայերենով իսկ սկզբանե բարերով ուստի Ծննդոց գիրքը ստացել է իր անունը իր բացման բարից գնալով հետ մարդկային ամենավաղ հիշողության մշուշներից անտին վաղ աշխարհի ժամանակաշրջանը պատմում է առաջին սկզբնավորումների մանկության մասին։ Դա դրամա է, որը բացվում է 4 տարբեր սակայն միահյուսված տեսարաններով, որոնցից յուրաքանչյուրը կառուցվում է մյուսների հիման վրա հյուսելով մի բարդ պատմություն։ Ոստեղ ինչ պիտի հասկանանք, ինչ պիտի պատմենք, խոսում է դրամայի մասին։ Սա ինչ որ ցես ներկայացնում եմ, սա մի գրքի բացատրությունն է եւ ուրեմն այդ գիրքը ասկարացես ասեցի եւ անցյալ անգամ ցես ցույց տվեցի ամբողջ պատմությունը բաժանում են 12 մասերի եւ ամեն մի մասը ունի իր արարքները ամենը որպես մի դրամա մեզ բացատրվում է մեզ տրվում է եւ դրաման ինչպես որ ամենը նույնն է պիտի ասենք որ պետք է ոնդեղը խնդիրը լա եւ խնդիրը լծվի ուրեմն արարման բացման գործողությունը փեմ է պատրաստում դրան հաջորդող դրամայի համար ներկայացնելով պատմության կենտրոնական գերբարներին ուրեմն ամբասիկ մենք փեմի մարդ չենք Աստված մարդ եւ կին ամեն ինչ լավն է իրապես շատ լավ է բայց ոչ երկար ժամանակ քանի որ երկրորդ գործողությունը ներկայացնում է դրամատիկ ագատրություն որը ընկած է Աստվածաշնչի պատմության սրտում ամեն պատմություն իր սրտում ունի լինի դա ողբերգական գադակերգություն սերավեբ ծրագիր պետք է որ ցանկացած լավ ծրագրի հիմնական բաղադրիչը ագատրությունն է մի մեծ պայքար որը պետք է անկուցալուծվի Գեղեցիկ Բարդեզի մեջտեղում իր ողջ շնորհով եւ բարությամբ ներս է մտնում օծը ճարի մտածությամբ հարկավոր չէ կարդալ Աստվածաշնչի առաջին էջերից անտին բացահայտելու այն հագատրությունը որը առաջացնում է մյուսները որոնց շուրջ մնացյալ պատմությունը փաստացի ողջ պատմությունը բդդվելու է երրորդ գործողությունը մարդու չարությունը մարդկությանը սուզում է աղետալի ջրհեղեղի մեջ սակայն ջրհեղեղի մեջտեղում Աստծո ողորմությունը բրգում է մի մնացորդի որի միջոցով մարդկության շնորհվում է մի նոր սկիզբ վաղ աշխարհի ժամանակաշրջանի չորրորդ եւ վերջին գործողության մեջ ապստամբությունը եւ մեղքը վերադառնում են Բաբելոնի աշտարակի մոտ մեղքի ցևը կրկնում է ինքն իրեն բայց այժմ ավելի լայնամասշտաբով երբ այս ժամանակաշրջանը ավարտվում է հարցը նորից է ընչում կարող է արդյոք մեղքի նախադիպը կոդրվեր այս մասը չափազանց կարևոր է եւ պիտի տեսնենք ամբողջ պատմության մեջ է որ Աստված նորեն եւ նորեն դալիս է մարդկությանը մի նոր հնարավորություն ուրեմն Ադամ եւ Եվան ցախովեցին Աբրահամը ցախովեց Աբրահամեն առաջ Նոյը ցախովեց Աբրահամը ցախովեց Մովսեսը ցախովեց հրյա ժողովուրդը ցախովեց թագավորությունը ցախովեց այդ ամենը
մեկ տեսնենք եւ տեսնենք, որ բոլորն էլ մեղքի պատճառով չեն կարողանում Աստծուն տալ այդ ամենը, ինչ որ ամենակարևորն է։ Վաղ աշխարհի 4 գործողությունները հիմք են դնում Իսրայելի բոլոր ազգերի եւ ժողովուրդների պատմությանը, իսկապես Աստվածաշնչի ավելի լայն պատմությանը։ Մինչև չհասկանանք վաղ աշխարհի հիմնարար պատմությունը, մենք կպայքարենք հասկանալու Իսրայելի պատմության իմաստը, ինչպես նաև մեր սեփական կյանքի պատմության իմաստը։ Ուրեմն ասացի, որ մենք այնտեղ ունենք 4 արարքներ, 4 գործողություն։ Առաջին գործողությունը, որի մասին կարդում ենք, առաջին երկու գլուխներին, սա ստեղծագործությունն է, առաջագործությունը։ Արդյոք սա մի գիտության դասակիրք է, թե բանաստեղծություն։ Անշուշտ, Աստվածաշունչը ընթերցելու մարտահրավերներից մեկը այն է, որ այն գալիս է մի ժամանակից, վայրից եւ մշակույթից, որը կտրուկ տարբերվում է մեր սեփականից, օգտագործելով պատմելու այնպիսի հնարք, որին մենք այլևս սովոր չենք։ Ծննդոց առաջին գլխում մենք բախվում ենք մի տեքստի, որի մեջ լույսը ստեղծվել է առաջին օրը եւ ունենում ենք լույս եւ խավար լինում է օր, բայց արևը, լուսինը եւ աստղերը ստեղծվում են ոչ թե սկիզբը, այլ չորրորդ օրը։ Սամոս 104-ում մեզ շփոթեցնում է Սամոս 2-ն, ով նկարագրում է Աստծուն, ով երկիրը հաստատում է իր հիմքերի վրա, ծածկելով այն խորքով, ասես հանդերձանքով, իր սենյակների քերանների դնելով ջրերի վրա եւ երկինքը վրանի պես ցկելով։ Երբ որ մասիկա կարդում ենք չփասանց քեղեցիկ մի պատկեր է, բայց մենք մեկ կողմ ենք անցնում, որովհետև չենք հասկանում, թե ինչ է ասում, ինչի մասին է այս ամենը, որովհետև այս էջը իրականության մեջ կապված է Հովհաննեսի հայտնության գրքի վերջին գլուխների հետ։ Չափազանց քեղեցիկ մի բան, որովհետև ինչ է որ մենք տեսնում ենք, որ Աստված սորավոր հիմքերի վրա, բայց այդ հիմքերը ջուրի վրա են։ Եվ ամբողջ աշխարհը դարածքը կա եւ կմպետ կա։ Եվ այս կմպետի կապարը որքան կարևոր է, մանավանդ մեր եկեղեցիների մեջ է, ինչու կմպետ։ Որովհետև Աստված այդ ամենը, որ ստեղծեց որպես տաճար, որպեսի հոն ամբողջ մարդկությունը եւ ամբողջ բնությունը պիտի պաշտի Աստծուն։ Այդ պաշտամունքն է, որ կարևոր է։ Եվ սա է բուն նպատակը մարդկության։ Եվ այդ պաշտամունքը բոլոր մարդկությունը պիտի անի։ Եվ եթե մարդս մեղքի մեջ ընկած չլիներ, պիտի կարողանար այդ պաշտամունքը անել, բայց մեղքի պատճառով այլևս ինքը չի կարող շիտակ պաշտամունքը անել։ Եվ շիտակ պաշտամունքը միայն եւ միմիայն Հիսուսն է, մարդացած Աստծո որդին, ինքն է, որ պիտի անի եւ անում է անշուշտ իր մահվամբ եւ հարությամբ։ Այդ չափազանց կարևոր է Հիսուսի հարության մարմինը, որու մեջ մենք բոլորս անդամներ ենք եւ այդ բոլոր քալիք սերունդները, այդ բոլորը միասին մեկ մարմին ենք Հիսուսի հետ, Հիսուս որ գլուխն է,
Մենք բոլորս անդամներն ենք այդ մարմնին եւ պաշտամունքը Հիսուս ինքն է, որ մատուցում է եւ որքան գեղեցիկ մի բան է։ Երբ որ հասկանանք այս ամենը եւ տեսնենք ամբողջ պատմությունը այս ակնոցով։ Այսօր պիտի անդրադառնանք նորեն եւ նորեն եւ նորեն։ Եվ պիտի հասկանանք, որ Աստծո ծրագիրը վարան է։ Եթե մենք պարզապես կարտանք այսպիսի տեքստեր ժամանակակից բառացի կամ գիտական ձևով, մենք կարող է անդեսել դրանք որպես իրականության մի բարձունակ տեսակետ եւ եզրակացնել, որ եբրայեցիները հավատում էին, որ երկիրը բառացիորեն ուներ սույներ ներքևում եւ կմպետ վերևում։ Այս կապարը կարևոր է, բայց իրենց մտածածը այդ ձևով չէր, ինչպես ասեցի, եւ կարևոր է, որ այդ ձևով բաննեմ, որ ներեք պիտի կարտանք, պիտի հասկանանք այդ ինչ որ ենք ասում են, բայց իմիտ ունենալով այդ ինչ որ նաև ձեզ հիմա նկարագրում եմ։ Եթե մենք բառացի առնենք, սա կարճատեսություն է։ Եվ միանց, որ ասոր մասին գրապես ակին բան գրած է C.S. Lewis-ը, որ ինքը անգլիկան մի քրող է եւ շատ գեղեցիկ ձևով բացատրություն է տալիս, ասում է, որ սա կարճատեսություն է եւ այս կարճատեսությունը ինքը անուն է տալիս ասելով ժամանակագրական սնամոլություն, ժամանակագրական սնամոլություն։ Այսինքն Սնամոլությունը սելով ինչ կհասկանանք։ սին բաների ցանկություն ունենալ տրվել սին բաներին, որոնք պատրանքների տալ, այդ ձև չի նշանակում։ Սնամոլությունը բարի իմաստը բարարանին մեջ է, ինչպես կարողանամ բացատրել։ Երբ որ մեկը մի կապար ունի եւ այդ կապերին չափազանց ավելի կարևորություն է, այդ կապարին սա նշանակում է սնամոլություն։ Անգլերեն բարի թարգմանությունը, որ սնամոլություն դրած է ոնդեղը, infatuation, չեմ գիտեր ինչպես կարողանամ ձեզի բացատրել։ Լիլիթ, կրնաս գտնել սնամոլությունը ռուսերենով ինչ է։ Հայերենով դատարկ է նշանակում։ Ռուսերենով հիմա ասեմ սուետնի, պուստոյ, դատարկ։ Բովանդակազուրկ։ Okay. Լավ։ Ուրեմն սա ժամանակագրական սնամոլություն է։ Եթե միայն բարերը առնենք եւ այդ ձևով անենք, սա դատարկություն է, այո։
Մենք կարիք ունենք ճանաչելու, որ մեր մշակույթը սովոր է ուղիղ գծային քրությանը։ Մինչ այսպիսի քրությունները կարող են օգնել մեզ շատ բան հասկանալ արևի, լուսնի եւ աստղերի մասին, այն քիչ բան է անում, որբեսի սովորեցնե մեզ սիրո մասին, որը արարել եւ շարժում է այս երկնային հրաշքները։ Շատ հաճախ մենք սխալմամբ պնդում ենք, որ ծննդած կրքի սկզբնական գլուխները պետք է գարտալ այնպես, ասես դա մի քիդական դասակերպ լինի, բայց ոչ, շուտ սա ամբողջովին սխալ մի բան է, այլ ժողովրդական բանաստեղծի ցևով է կրվել։ Արարման բացությունը մի հիասքանչ արձակ բանաստեղծություն է։ Դրա նպատակը ոչ թե գիտական տվյալներ հաղորդելն է, այլ արարչագործության գործողության մասին մի խորը աստվածաբանական խորհրդածության հաղորդելը։ Արարման պատմությունը եւ Սամոս 104-ը երկուսն էլ պատկերացնում են երկինքները որպես մի քմպետ եւ երկերը բահվում է սույների վրա։ Քանի որ բանաստեղծը հաղորդում է արարման իմաստը ցույց տալով, որ արարումը մի տաճար է եւ ցույց է տալիս մեզ մեր ավարտը, որը առաջին պարապանությունն է եւ բաշտերն է։ Սա է մարդու սփուն նպատակը պարապանել Աստծուն, բաշտել Աստծուն։ Ժամանակակից արձակի հետ համեմատած եբրայերեն կրությունը շատ ավելի նրբանկատ է եւ լի է հարուստ փոխաբերական լեզվով, որը ցկտում է փոխանցել իրադարձությունների բարահեղ աստվածաբանական իմաստը եւ բաները, որ այն նկարագրում է։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ չհարտենք այդպիսի լեզվի հարուստ ուրվագիծը։ Շոկեքլանի նման տեքստերի վրայով անցնելու փոխարեն մենք պետք է գարտանք եւ խորտացենք դրա շուրջ որպես կարեկից ընթերցողներ։ Տեսեք, ես ասպարը չի գիտեի շոկեքլան, գիտեք ինչ է շոկեքլանը։ Շոկեքլանը այդ կորձիկն է, որ երբ որ ասֆալտը տնում են, այդ ծանր կորձիկը, որ գլոր պապանը ծանդրությունը, որ գանցնի վրային, որ ամեն ինչը շտկե։ Չեմ գիտեր, կարողացա բացատրել։ Այո, Ինչպես։ հասկանալի էր։ Ուրեմն, պատտենք սա մույս արևելքի մեջը ինչ որ կար։ Ուրեմն, հոնդեղ առասպելները շատ էին, իսկ այս ինչ որ հրյաները ասացաշունչի մեջը մեզ դալիս են, հակա թույնն է, հակա առասպելն է։ Իսրայելի շրջացող արևելքի հարևանների ամենահայտնի արարման առասպելը Էնումա Էլիշն է հին մեջակետքից։ Այս պատմության մեջ մի շարք աստվածներ բայկարում էին իշխանության համար։ Մարտուկը մի նորեկ աստված էր, ով ցանկանում էր լինել բարձրագույն աստվածը։ Մասնադում է Տիամատին, այդ ժամանակների աստվածուհու տակուն, Մարտուկը ստեղծում է երկինքները նրա մահացած մարմնի մի մասից եւ երկերը մյուս մասից։ Եվ հետո
սրգացնում է մնացած փոքր աստվածներին։ Երբ նրանք բողոքում են, մարդուկը սպանում է մի ուրիշ աստվածու եւ օգտագործում է նրա արյունը մարդկության ստեղծելու համար, որբեսի նա ունենա ցերքի աշխատանք կատարողների մի նոր աղբյուր։ Ժամանակագից ականջների համար ծիծաղելի հնչելուց բացի այս պատմությունը լի է արյունով եւ արյունահեղությամբ, պատկերելով արարչագործությունը որպես բռնության արդացրանք։ Երբ որ համեմատենք մեզ այս ամենը, ինչ որ մենք կարծում ենք Աստվածաշունչի մեջ, որ Աստված ամեն ինչը ստեղծում է ոչնչից, ex nihilo, ինչպես ասվում է լատիներենով, ոչնչից ստեղծվում է եւ Աստված ամենը անում է առանց որևէ մի զորություն ցույց տալու, միայն խոսքով է, ասելով է, որ այդ ամենը սկսվում է։ Աստված իր արարումից վերև է եւ անտին։ Ինքը պետքությունի կրվելու, այդ ամենը ամբողջովին դարբեր մի բան է եւ այսօր հազարավոր տարիներ հետո մենք ինչպես կարող ենք հասկանալ թե այդ մարդիկը իրենց մեջ կարողացան այդ անել, չէ, անշուշտ չի կարողացան, անշուշտ Աստծո շունչն է, Աստված ներկայացնում է մի բան, որ իրենք նույնիսկ չէին հասկանում, բայց ժամանակի ընթացքում մարդիկ ավելի եւ ավելի հասկանում են։ Ասկի առաջ ասել եմ, նորեն ուզեմ կրկնել, այդ արարչագործությունը, որ Աստված միաժամանակ ստեղծեց ժամանակը եւ տարածքը եւ նյութը, սա իրապես հիանալի մի բան է, որ գիտությունը չեր ուզեր ընդունել։ Գիտնականների մեծամասնությունը ասկե 150 տարի առաջ չէին ընդունում, որ այդպիսի բան կա։ Միայն 1920-ական թվականին է, որ սկսվում է այս ամենը, որ մի կաթողիկե վարդապետ սկսում է խոսել այդ մեծ պայթումի մասին եւ այդ մեծ պայթումի հետևանքը այն է, որ այո, այս դիեզերքը, որ մեկ ծայրեն մյուս ծայրը ոչ կարող ենք հասկանալ, թե քանի կիլոմետր է կամ քանի արևի լույսի արագությամբ գնալը մեկոմեն մյուս կողմը, քանի միլիոն տարի պետք է ծայրը։ Ուրեմն այս ամենը մեկ խոսքով է, որ Աստված ստեղծեց։ Եվ այդ ամենը ստեղծվեց Հիսուսի Քրիստոսի միջոցով, որպես Սուրբ Յորթյան երկրորդ անձ։ Հիմա է, որ մենք կարողանում ենք այդ ամենը ավելի լավ հասկանալ, քան ինչ որ ասկե 400-500 տարի առաջ մարդիկ կարողանային հասկանալ։ Երբ որ նայում ենք Աստծո արարչագործությունը, ինչպես Սուրբ Գիրքը մեզ տալիս է, եւ բախտադում ենք Էնումա Էլիշի այդ պատմությանը, տեսնում ենք, որ Աստված ստեղծում է իր պատկերով, եւ սա այդ ինչ որ ասում է, նաեւ մի բան է, որ առնում է առասպելը եւ մեզ ներկայացնում է աստվածային տարբեր ձևով։ Սա եթե հասումներ ունեք, հիմա ցեզի կարտամ միան բզիկ մի մասը եւ վերջա ցեզի ժամանակ տամ, որ հարցումներ տամ։ Ուրեմն
Ննտոց կրկում Աստվածը ստեղծում է տղամարդուն եւ կնոջը 6 օրյա արարման կակատնագետին եւ նա ստեղծում է տղամարդուն ու կնոջը իր իսկ պատկերով եբրայերեն սելեմ եւ նմանությամբ եբրայերեն դեմոտ հին մեջակետքի հաջախ հավատում են որ թագավորները ստեղծված են աստվածների պատկերով սելեմ եւ նմանությամբ հատկապես ընտրված եւ ընդունված մի աստծուց եւ համարվում էին որդի տեսեք մտածել գուզե հա ինչ որ մարդիկ մտածում են որ թագավորը աստված է որ ստեղծված է աստծո որդի է եւ հավելումը եբրայերեն սելեմ բառը նաեւ վերաբերում է մի արձանի կամ կանդակված պատկերի ուրեմն թագավորները ինչ են անում իրենք աստծո որդի են եւ իրենց արձանները շինում են եւ երկրի տարբեր տարածքերի մեջ դնում են ասելով որ սա իրենց պատկանում է իրենք թագավոր են հոնդեղը իրենք այդ մասի աստվածն են թագավորները հաջող դնում էին իրենց արձանը կամ կանդակված պատկերը իրենց թագավորության տարբեր վայրերում որպես մի շտակ իրենց արկայության տարածքի մասին մշակութային այսպիսի ֆոնին առաջանում է հետևյալ հարցը ինչ է նշանակում որ Ադամ եւ Եվան ստեղծվել են Աստծո նմանությամբ եւ պատկերով Բարձրապես մի քանի գլուխներ հետո ծննդոց 5-րդ գլխում մենք սկսում ենք պատասխան ստանալ պատկերով եւ նմանությամբ բարերի գրկնությամբ երբ մեզ ասվում է որ Ադամի մի որդի ծնեց որ չէ Ադամը մի որդի ծնեց եւ երեխան Ադամի նմանությամբ եւ պատկերի պես էր ցույց տալով որ պատկերը եւ նմանություն բարերը նշում են որդիություն եթե մեր պատկերը եւ նմանությունը ի վերջո փոխում է հենց Աստծուց ապա մենք ճշմարտապես Աստծո որդիներն ու դուստերն ենք այս խորհրդապանցությունը հայտնում է թե ինչպես Գնահեք Եբրայական պատմությունը նրբորեն կանտում է մերձավոր արևելքի թագավորության պատմությունը երկու մակարդակում առաջին արարման պատմությունը տարբերվում է մյուս առասպելներից ասելով որ միայն Աստված է թագավոր երկրային թագավորները կարող են պահանջել իշխանություն եւ ստեղծել իրենց պատկերները անշունչ արձանների մեջ իրենց ողջ թագավորություններով մեկ բայց աշխարհի ճշմարիտ դերը ստեղծել է տղամարդուն եւ կնոջը ապրող շնչող սիրող էակներ իր պատկերով եւ ուղարկել է նրանց որպես իր թագավորական ղարավարման սպասավորներ այս կերպ եբրայական պատմությունը ծաղրում է այս աշխարհի թագավորներին եւ հրճագում որ մարդկությունը ներկայացվում է Աստծուն եւ գրում է իր օրհնությունը մնացյալ արարածների համար ուրեմն հարցումներ ունեք ոչ մեկ հարցում չունի կզարմանամ գիտեք
Այդ ինչ որ ասեցի գարտացի ցեզի համար ծեր ունեցած կապարներուն հակառակ չեր մեկ մաս Դե դուք շատ մաճելի կբացատրեք, դոր համար հագարակ չէ։ Ավելի մանրամասն կբացատրեք, դոր համար հարցեր չի առաջանա։ ասվածիմ ինչն են ուրեմն Ընդհակառակը ինձ թվում է թե շատ խորն եք սկսել վարդապետ։ Ես ձևի խորությամբ որ գնանք մենք կծերանանք այդքան խորքային գիտելիքներ կստանանք, կկարողանանք մեր մեջ պահել։ Այս ամենի մասին քրություն ցեզի պիտի դամ հարցումներ ալ ցեզի պիտի դամ եւ դուք պիտի պատասխանեք եւ ես պիտի սրբակրեմ եթե բավայեվե մի բան կա որ այսինքն դարօրինակ տվա ինձ ձեր քրության մեջ բայց իմ կարծիքովս կարծիքս իմ ամենքում ցնեմ իմ ցանկությունը ինչ է հիմա ինչ որ ցեզի ներկայացնում եմ մի ամբողջովին նոր բան մնե երբեք ոչ մեկը ցեզի չեմ կարծել որ խոսած լինի որ աշխարհը ստեղծագործությունը ամենը ինչ է մի տաճար է Աճար է, առաջինը քեզանից լսեցու շատ ծիրուն է, իրոք վարդապետ։ Ես էլ չէի լսել։ այո Ու ամենահետաքրքիրը, որ եթե ձևով նայենք, այսինքն Աստծո նախախնամությամբ ստեղծվեց տաճարի ձևով եւ հայտնության մեջ այդ տաճարի դռները բացվում են, հա, ցույց է տալիս թե վերջավորության հայտնության քիրքը այսինքն աստվածաշունչի վերջին քիրքը մեզ ասում է որ մեր կորձը ինչ պիտի լինի այնտեղ մեր կորձը այնտեղ գարը պիտի լինի գարը որ մորտված է բայց կաբրի եւ ինքն է որ այդ պետք եղած փարապանությունը ճշտամունքը մատուցում է ուրեմն ճշտամունքը մատուցումը երբ որ աստծո գնայիս այլևս փոխկականներուն ըրած ամենը սկսի ծիծաղիլ ինչ է սա եւ միշտ կամեն երբ որ գուքանք մենք մեր բادرակին ներեք բادرակի մեջ կտեսնենք որ ամբողջովին տարբեր է այդ բادرակը աղոթքներ չէ ինձ շատ մարդիկ հարցած են հասիսում դարվա մեջ ու իմ կանայությանս քաններ հարցած են մենք չենք կրնալ դու աղոթել անշուշտ ամեն տեղ կրնաս աղոթել չորնալ կրնաս աղոթել բայց երբ որ եկեցի կարես ենք բادرակի մենք չենք աղոթողը Հիսուս ինքն է Սուրբ Գեորգյան երկրորդ անձն է որ պաշտամունք է կատարում եւ 7-րդ օրվա կարևորությունը կարող է այսօր չհասցնեմ անոր մասին խոսել բայց ուրբաթօր անպայման ինչու Կիրակի օրը որ մենք ասում ենք Կիրակի այդ 7-րդ օրը ինչ է կարևորությունը եւ այդ կարևորությունը պաշտամունքի որ 7-րդ օրը դեղի պիտի ունենա եւ այդ պաշտամունքը բادرակը Հիսուս ինքն է որ մատուցում է բայց մենք եւս մեր պաշտամունքը ցույց պիտի տանք այդ օրը չաշխատելով այդ օրը հանգստի օր այդ օրը Աստծուն նվիրելով սա կարևոր կետ է չափազանց կարևոր մի բան է Եվ կարելի ասել, որ Քրիստոս մեր մեջ է, մենք Քրիստոսի մեջ եւ դա եկեղեցին է, հենց դա եկեղեցին է, այսինքն աշխարհն էլ հենց այդպես համեմատել կարելի արարչագործությունը, որ մի եկեղեցի է, որը ունի գմպետ, երկինքն է դա եւ սյուները, որ աշխարհն է։ Այո ցենք երկինք նորեն հա երկինքը մի վայր չէ դեղ չէ երկինքը Հիսուսի բացատրությունը երկինքը մեր մեջն է որովհետև Հիսուս մեր մեջն է ով որ Հիսուս է ո՞ն է երկինքը
Պիտի ստիպվենք ամբողջովին դարբեր ցեղով այդ ամենը տեսնել եւ հասկանալ եւ իրապես զմայլիլ։ Իմ կյանքը այնպեսին է, որ ես զմայլության մեջ ապրում եմ եւ փամը չի գա որ գնայս դխրեցնել։ Փամը չի գա, որովհետեւ ես ապրում եմ երկնքի մեջ, ապրում եմ Հիսուսի հետ, այդ կյանքը որ Հիսուս տալիս է, ամբողջովին դարբեր բան է, երբ որ գխոսի Հիսուս եւ գասե որ, երբ որ ով որ ինձ կուդե, մահ չունենա, կյանք ունենա, այդ սուրբ հաղորդությունը, որ ամեն օր ես կբادرակեմ, այսօր մեկ ինձ հարցնում է, ստիպված ես ամեն օր բادرակելու, ոչ, ստիպված չեմ, բայց ցանկանում եմ ամեն օր բادرակել, եւ ամեն անգամ որ սուրբ հաղորդությունը գարնեմ ցերկիզից մեջը, ես մեկ բան կմտածեմ միայն, որ ես գտնվում եմ երեք դեղ նույն ժամանակ, ես մոռանում եմ, որ գտնվում եմ Գումրիում, ես միայն մտածում եմ, որ ես գտնվում եմ Վերնադունը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Կողկոտա եւ Հարությունը, այս երեքը ես հոն եմ, եւ ով գա հոն, բոլոր քրիստոնյաները, ովքեր բادرակ են մատուցում, ովքեր մասնակցում են բادرակի, բոլորը հոն են, 50 տարվա մեջը ամեն օր ես բادرակել եմ, բայց այդ ամենը մեկ բادرակ է, ամբողջ աշխարհի բادرակները, որ ամեն օր այսօր 300,000 են, 300-ին 400,000 բادرակ մատուցվում է ամեն օր, այդ ամենը բոլոր տարերի ընթացքում մեկ բادرակ է, եւ մինչ աշխարհի մեջը մեկ բادرակ է, Հիսուսի մեկ բادرակն է, մենք նորեն եւ նորեն եւ նորեն բادرակ չենք անում, մենք մասնակցում ենք այդ Հիսուսի բادرակին, որ Կողկոտայի վրա դեղի ունեցավ։ Սա է որ պիտի աշխատենք ոչ թե հասկանալ, Ապրել, պիտի ապրել, ապրենք, հա, հրաշալի է, շատ հրաշալի է, այո։ պիտի ապրենք ասիգա։ Լավ, ուրիշ հարց։ Ես մի հարց ունեմ Հայր Անտոն, բայց այսօրվա թեմային չի վերաբերում, կարելի է տալ։ Դուր, եթե հարմար լինի կպատասխանեմ, եթե ոչ 15 երթամ։ Մահվանից հետո, ասենք մարդը ապրեց 80 տարի ու մահացավ, մյուսը ապրեց 40 տարի մահացավ, հարության ժամանակ ինչ տեսքով են այդ մարդիկ հարություն առնելու, այսինքն երիտասարդ են լինելու, թե ծեր են լինելու, թե ով ինչ տեսքով մահացել է, այդպես են հարություն առնելու։ Երբ որ կտեսնես քաղցկեղով տարաբող անցիկ, ովքեր մեռնում են, որքան դքեղ է իրենց մարմինը, չէ։ Այո։ Հայաստանի մեջ է սովորույթ կա, որ երբ որ մեկը մեռնի, իրեն նկարը արջևի ավտոյին վրա, արջևը գտնեն, եւ երբ որ ես կնայեմ այդ նկարը, որ կա ավտոյին դրած են, եւ գնայեմ մեռն անցը որ թաղում եմ, իրարու երբեք չեն նմանիր։ Երբ որ ես իմ նկարս կտեսնեմ այսօր իմ նկարս, երբ որ ես 25-30 տարեկան էի, երբեք չենք նմանիր իրար, ամբողջովին տարբեր է։ Ուրեմն, ինչն է, եւ հիմա սերիկս միայն այն է, որ երբ որ ես 1 տարեկան էի, 5 տարեկան էի, 10-15 կամ ինչ որ է, միշտ նույնը եսը ասում էի, ես, ուրեմն հարության ժամանակ այդ եսը պիտի լինի, բայց այդ եսը պիտի լինի գատարյալ մի մարմին, բայց այդ մարմինը ոչ թե հիմակվա մարմինն է, այդ մարմինը պիտի ասե ես, նույն եսը, որ հիմա ես ասում եմ, հոնալ նույնն է, իսկ այդ մարմինը, որ ասում է ես, այլևս բջիջները, որ ունենք,
պիտի ունենանք, այդ բջիջները հարության բջիջներ են, որ այլևս չեն մերնի, որովհետև հիմա մեզանից յուրաքանչյուրը այս վերջին մեկ ժամ մեջը քանի 100,000 բջիջ մերավ մեր մեջը։ Բայց հարության ժամանակ Հիսուսի հարությանը երբ մասնակցում ենք, մեր մեջը բջիջները անմահ են, չպիտի մեռնին, չպիտի փոխվի։ Այսօր մեր մարմինի մեջը բամը չկա, որ նույնն է, ինչ որ ասկե 7-8 տարի առաջ էր։ Ամեն ինչ փոխվեց։ Երիկամուկներից բոլոր բջիջները վերջին 7 տարվա մեջ ամբողջովին փոխվեցին եւ ամեն օր փոխվում է։ Մեր ոսկորների բջիջները 1/3 միշտ փոփոխության մեջ է։ Որովհետև 1/3 մեռնում է, ուրիշ 1/3 գալիս է։ Միշտ փոփոխության մեջ է։ Այսօր երբ որ գնայինք որպես գիտություն, բան այս ամենը երբ որ ուսումնասիրենք, կտեսնենք որքան գեղեցիկ է մարդուս մարմինը, ավելի Աստծո առաջագործությունը որքան գեղեցիկ է, որքան հիանալի է։ Սա իրապես կզմայլինք, երբ որ հասկանանք, երբ որ մտածենք այս ամենի մասին, մենք կզմայլինք, իրապես հիանալի է։ Ուրեմն հարության մեջը պիտի լինի, եւ երբ որ ես աշակերտներին կսորվեցնեի, բանգնեի, կսեի, որ ինչ որ մարմինի մեջ կա, որ չես հավանում, հարությունեն վերջը կուսածից պես պիտի լինի այդ մասը։ Եթե գիտը թե կամ ականջը թե կամ բոյը թե կամ քերությունը թե ինչ որ չես հավնիր, այդ ամենը պիտի փոխվի։ Եվ պիտի լինի կատարյալ։ Եվ տարբերություն պիտի չլինի մանուկը, երիտասարդը, ծերը։ Բոլորը պիտի լինի։ Նույնիսկ դժոխքի մարմինները պետք է կատարյալ լինեն, մեղավորները։ Ուրեմն այսօր երբ որ մենք խոսում ենք, եւ մենք խոսում ենք եւ մեզի մարդկային օրեն խոսում ենք, ամեն ինչը մենք մարդկային օրեն խոսում ենք եւ պետք է ժամանակը կա, որ մենք այլևս միայն այդ ոչ մտածենք, մի քիչ տարբեր մտածենք, որովհետեւ այսօր երբ որ գսես գեղեցկությունը ինչ է։ Արտաքին մի բան է, որ փոփոխական է։ Եվ ամենակեղեցիկը ձեզի ուրիշ պատմություն պատմեմ, որ իրական բաժահած է Իտալիո մեջը։ Ուրեմն մի բան նկարիչ գուզե վերջին ընտրիկը նկարել եւ կերտա կպնդրե լավագույն անձը ամեն ինչին համար եւ կգտնե մեգումը եւ կնկարե իրեն որպես Հովանեսը, երիտասարդ սիրուն բան։ Վերջը բզի խնդիր մգլա դարիներ հետո եւ ուրեմն ինքը կուզե փոխել հութան եւ պնդրում է մեկը որ այդ կերբարին հարմար լինի։ Վերջապես կգտնե մեգումը եւ կբերե որ նստի ոնդեղ եւ իրեն կուզե նկարել։ Եվ այդ մարդը կսկսի լաց լինել։ Կսե խեր ինչ կա։ Կսե որ տարիներ առաջ ինձ նկարեցիր որպես Հովանես։ Եվ այդ մարդը վատ կյանք ապրելով անպատճավին իր ֆիզիկականը նույնիսկ փոխված էր։ Սա է ճշմարտությունը։ Սիրունությունը, գեղեցկությունը
ներսենք ուկը։ Եվ այսօր մենք բոլորս գիտենք անցիկ ովքեր քեղեցիկ չեն, բայց շատ սիրուն են։ Հիանալի է տեսնել իրենց որքան լինի դա տղամարդ, լինի դա կին, երիտասարդ կամ ծեր։ Մայրս 90 տարեկան էր, երբ որ մահացավ, բայց կզմայլեին, երբ որ մամայիս կտեսնեի։ Իրապես սա է ներքին կերածությունը, որ ազդում է մեր արտաքինի վրա։ Եվ անշուշտ մեր ներքին այդ ամբողջ խանգարումը նաև ազդում է մեր արտաքինի վրա։ Մի հարց ևս։ Հարց չի գա ուրիշ։ Լավ։ Ինչ որ հարց տրվեց սկիզբը, որ է բրգակինը ինչպես հասկանանք։ Բրգակինը չափազանց գեղեցիկ գաղափար է, որ մենք նաև հասկանանք գավառանը։ Եվ սրա համար է, որ մեր եկեղեցին շատ կարևորություն կտա այդ աղոթքները, այդ բادرակները, որ գոմադուցենք մեր հոգսյալների համար։ Եվ այդ ամենը բրգակին է։ Ում ենք տալիս։ Աստծուն ենք տալիս։ Ոչ։ Այլ այդ ինչ որ մարդը սխալ արել է, այդ սխալը պետք է մի կերպ հատուցեն։ Ինչպես որ մեր աշխարհին մեջը, երբ որ հիմա ընտանիքներուն մեջը դուք կարևորություն չեք տալիս, կամ չեմ կարող ասել, որ բոլորը այդպես եք, բայց շատ ընտանիքներ տեսնում են, որ կարևորություն չեն տալիս, որ երբ որ մեկը սխալ խոսք է ասում, նեղացնում է դիմացինը, միշտ չէ, որ ներողություն է խնդրում։ Այդ ներողությունը բրգակին է։ Ուրեմն ներողություն խնդրելը եւ հատուցում անել է մի կերպ, երբ որ նեղացրի մեկ խոսք ասես, բայց նաեւ կարող ես հիմա եթե տղամարդը իր կնոջը նեղացրել է, նա մի ծաղիկ բերել, չէ՞։ Ոչ մի անուշ խոսք ասել, այլ նաեւ մի ծաղիկ կամ մի բան, որ ցույց կտա, որ ինքը իրապես ուզե հատուցել։ Եվ որ մեկը կողանում է, պետք է այդ կողացածը վերադարձնեմ, բայց միան վերադարձնելն էլ բավարար չէ, պետք է հատուցում անել։ Այս ամենը մենք օրենքների մեջ տեսնում ենք։ Պամպասանքը նաև մի բան է, որ մենք անում ենք, այսօր մեզանից ով կա, որ իր պամպասանքի համար ներողություն է խնդրել։ Եվ կացել ասել է, որ ես սխալ էի։ Բայց այս ամենը հատուցում գուզե։ Հատուցումը ես եմ, որ հատուցումը պիտի անեմ, եւ ես եմ, որ պիտի մեկ անգամ եւս գտնեմ իմ ամբողջությունը։ Ուրեմն, որբեսի, երբ որ խոսում ենք մենք մեղքի մասին, որ պետք է հատուցում արվեր, ու մենք հատուցում անում, ու մենք վճարում, մենք հատուցում ենք անում մարդկությունը վերականգնելու
այդ հաջողությունն է եւ Հիսուսին հրած անիկայ Հիսուս եւ սա է որ մենք չենք կարող մտածել սրա մասին ինչպես կրնար Հիսուս աշխարհի բոլոր տարաբանքը իր վրա վերցնել եւ սա է որ արեց եւ որ կմտածենք այդ իր վերջին օրերի կյանքի մասին եւ իր տարաբանքի մասին ամեն տեսակ մեղք որ կարելի է գործել աշխարհի մեջ այդ ամենը կորցվեց իր դեմ եւ ինքը այդ ամենը իր վրա վերցնելով ինչպես Պողոս ասում է նա որ մեղք չեր գիտեր ասած իրեն մեղք համարեց ամբողջ աշխարհի մեղքը ինքը իր վրա վերցրեց եւ այդ ամենը խաչեց խաչին վրա այդ ամենը ինքը փոխեց որովհետեւ իր մահամբ եւ հարությամբ նա գործանեց եւ մահը եւ ստրգությունը որ մենք ունենք եւ մեղքի ստրգությունը եւ սատանայի ստրգությունը այս ամենը վերացրեց խաչին վրա խաչին իմաստը սա է եւ ինքը խաչին վրա իր ուզելով է որ ընդունելով է որ ոչ թե կնացի ասեց որ խաչեք ինձ ոչ բայց մարդուս ամբողջ գեղդը թավջանությունը նախանցը ինչ մեղք որ ուզես այդ ամենը հոներ անարդարությունը ամենը հոներ եւ Հիսուս այդ ամենը խաչին վրա ներ որ մաքրեց այդ ամենը եւ խաչին վրա քիշեմ մի քրություն որ գտածի մի նաեւ YouTube որ դիտեցի նորեն մի փոխկական անգլիկան գին մկա որ չափազանց գեղեցիկ ծևով գրած է խաչելության մասին Հիսուս երբ որ խաչին վրա ներ հավասիկ մերկ ոչ միայն ֆիզիկապես այլ ամեն ծևով մերկ բամը չեր գրնար անել բայց ինքը ոնդեղը ոչ թե դգարն էր դգար ցույց տվեց բայց ինքը այդ սարավարն է որ թշնամին պիտի ոչնչացնի բայց թշնամին սատանան կարծում է որ ինքը հաղթեց եւ հեսա քիրքը որ գարտում է ասում է որ սատանան Հիսուսին պսպսում է եւ ասում է իզուր էր կոպորար ռասները հավասիկ թունալ կմերնիս եւ ամեն ինչ կվերջանա Կարժեր այդ ամեն ռազները Թունալ պիտի մորցվես ինչպես կեզ մարաշները բոլորը մորցվել են ոչ մեկի չի գավոր մնաց Թունալ գերտաս ուրեմն ինքը կարծում էր որ պիտի հաղթեր եւ հաղթեց կարողացավ ուտային հրահրել որ ուրանա Պետրոսը ուրացավ ուտան կնաց եւ մատնեց Պետրոսը ուրացավ աշակերտները փախան կանավետները պաննան պասանեցին բեղադոսը վախեն թողեց որ իրեն պաննեն խաչեն եւ միշտ բոլորը որ անմարդկային օրեն հետը վարվեցին օքեյ հավասիկ սատանան այդ ամենը արեց եւ կարծեց որ սա իր հաղթանակն է բայց
իր հաղթանակը չէր, իր գործանումն էր։ Ինքը Հիսուսի կյանքի մեջ շատ անգամ հաղթվեց Հիսուսից, բայց չհրաժարվեց։ Եվ որ կարդանք իր փորձությունները, այդ նույն փորձությունները, Աստվածաշունչի մեջ ծեզի բացատրությունները, որ բիդամ, այդ փորձությունները, որ մենք տեսնում ենք, ինչ որ Հիսուս փորձվեց, նույն փորձությունները հրեա ժողովուրդը ունեցավ անաբադին մեջը, բայց իրենք ցախողվեցին։ Միակ Հիսուսն է, որ չի ցախողվեց։ Նաև մի քանի անգամ եւս կյանքի ընթացքում մանավանդ երբ որ տեսնենք որ Պետրոս իրենք որ քավ լիցի քեզի ասանք բան չպետք է բադային, որովհետև Հիսուս մինչև վերջին օրը ինքը հնարավորություն ուներ հրաժարվելու եւ վերջին գիշերը նորեն ասում է հորասություն հայր եթե հնարավոր է բայց իմ գամքս չէ քո գամքը դորի եթե հնարավոր է այս բաժակը թող անցնի ինձ մե ամբողջովին դարբեր բան չէ խաչելությունը շատ խորան է մենք սիրենք խաչը տեսնել եւ խաչը որպես զարդ կործածել ամեն դե եւ առաքելական եկեղեցին կնախընտրե որ խաչի վրա խաչելություն չլինի իսկ կաթողիկ եկեղեցին կցանկանա որ ոչ միայն կցանկանա կբարձրացնե մեզի որ մենք խորանի վրա ունենանք խաչելությունը ոչ միայն խաչը որովհետեւ կանանան դիտե եւ տեսնե որ իր ռացը մասնակցություն է այդ խաչին Ուսամ բացատրությունս բանի մասին Կարինե ուսամ բացատրությունս բավարար է քեզի համար հիմա Շնորհակալություն հայր Անտոն։ բավարար է Դե ոնց կարող է բավարար լինել։ Սուրբ Հոգին պիտի բացի որ խորությունը հասկանանք։ Հայր Անտոն, մի քիչ շոշափվենք, մի քիչ համ առնում ենք այդքանը։ Հուսով եմ որ ժամանակի ընթացքում ավելի խորը կկարողանանք զգալ եւ հասկանալ։ Հա Ես 50 տարի վար աշխատում եմ դեռ եթե 50 տարի եւս ապրիմ դեռ չի վերջանալ Միայն հավիտենական մեջն է որ այս ամենը ամբողջությամբ հայտնի կլինի Շատ բարի ուրեմն եթե ուրիշ հարց չի գա բարի գիշեր ասեմ Տեսնեմ որ չի գա լավ բարի գիշեր ասած ես այդ մինչև երեքշաբթի չմոռանաք երեքշաբթի այլևս ժամը 8-ին է